Դե սիրելի հայրենակի ձայնը ստուգենք ու շատ կարևոր հրատապ այսպես ասած զարգացումների մասին մեջբերում անեմ, խնդրում եմ ձայնը ստուգեք, շարժվենք առաջ։ Այսօր ձայնը ստուգեք, ասում եմ, շարժվենք առաջ։ Լավ ձայնը։ Ուրեմն այսպես, գվարդիական եւ հայրենասեր, հայրենանվեր հայ ժողովուրդ։ ՀՀ վարչապետի կոչը պարունակում է իր մեջ ազգային միասնություն։ Սա մեկ։ Երկրորդը, մենք հայտարարում ենք հուլիսի 4-ին ժամը 14:00-ին բոլորդ հավաքվեք Միասնիկյանի արձանի մոտ Երևան քաղաքապետարանի դիմաց, բայց եթե որևէ ժամանակ, օրինակ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ եկեղեցին սրբամաքրելու նրանք, ովքեր այս կոչին միանում են, հավաքվեք հունիսի 30-ին կամ հունիսի այսինչ օրը կամ հուլիսի 1-ին, չգիտեմ, եթե մեր հավաքի օրից առաջ եկավ վարչապետի կոչը, ուրեմն մենք հուլիսի 4-ի հավաքը տեղափոխում ենք վարչապետի հայտարարած օրին։ Մենք մի մարդու նման մեր դրոշով, մեր գվարդիայով ներառվում ենք երկրի իշխանի արած կոչին։ Ինչու՞, որովհետև government domain գոյություն ունի։ Եթե մենք եւ այդպես է, մենք սինկրոն ենք եւ հարմոնիզացված ու սինկրոն ենք աշխատում պետական օրակարգ ու ծրագրերի հետ։ Այս հողի վրա, կրկնում եմ, հուլիսի 4-ի մեր հավաքը ուժի մեջ է Միասնիկյանի արձանի մոտ Երևան քաղաքապետարանի դիմաց, բայց եթե դրանից առաջ հայտարարեց վարչապետը, որ եկեղեցու սրբամաքրման հավաքը դրանից առաջ է, ուրեմն մենք հուլիսի 4-ի հավաքը միացնում ենք այն օրվան, որը որ հայտարարում է ՀՀ վարչապետը, որպիսի ազգ ու պետություն ուսուսի սրբամաքրենք հայրաքելական Սուրբ եկեղեցին։ Ենթարկվում եմ պետությանս, ծառայում եմ Հիսուս Քրիստոսին, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ամեն, բոլորդ մի մարդու նման, կազմ պատրաստ, որտեղ ասեց պետությունը կկանգնես այդ հողը պահելու, ԻՊՀ, միշտ հայ։